Ինչ եմ պատրաստելու հյուրերիս համար։ Բեֆստրոգանով, սենդվիչ, օլիվիե, ցեզեր, իսկ դեսերտներից կլինեն նապոլեոն, շարլոտկա և անպայման մոնպասյե։ Բարև ձեզ, ես Վարդուհի Սարգսյանն եմ, դուք T-Stories from Վարդ հարթակում եք։ Բեֆստրոգանովը խոհարարի անունը չէ, որ պատրաստել է այս ուտեստը, այլ այն մարդու, որի պատվին այն պատրաստվել է։ Ժամանակին Օդեսայում ապրում էր հարուստ, հարգված մարդ Բեֆստրոգանովը, որը մեծ բարերար էր, ռեֆորմատոր։ Буба. Я одессит, я из Одессы, здрасте. Хочу открыть вам маленький секрет. А ну спроси, ты имеешь счастье? И я отвечу, чтобы да, так нет. Եվ նա այնտեղ ուներ ռեստորաններից մեկում իր սեղանը։ Տարիներն անցան, Բեֆստրոգանովը ծերացավ և դժվարանում էր միս ուտել, ու նրա պատվին այդ ռեստորանի խոհարարը պատրաստում է տավարի մսից մանր քառակուսիներով կտրատած և լավ եփած ճաշատեսակը ու անվանում Բեֆստրոգանով։ Այն համեղ է, ինչպես գիտենք, և հարմար ուտելու համար։ Իսկ սենդվիչ անունը առաջին անգամ հիշատակվում է 1762 թվականին Օքսֆորդյան բառարանում, որտեղ որ մենք կարդում ենք, որ թագավորության հարգարժան մարդիկ ուտում են երկու հացի մեջտեղում դրված սառը միս, որը անվանում են սենդվիչ։ Անգլիայում ապրում էր Սենդվիչսկին, 4-րդ գրաֆ Սենդվիչսկին։ Նա թղթախաղի ընթացքում ժամանակ չէր հատկացնում ուտելուն և որպեսզի չօգտագործի դանակ պատարագ ափսե և չընդհատի խաղը, այս ամենը չխանգարեն խաղին, նա խնդրում էր, որ իրեն մատուցեն երկու հաց, հացի կտոր և մեջտեղը դրված սառը միս։ Շուտով նրա խաղընկերներն էլ միացան այս ճաշատեսակին, այսպես ասած, սենդվիչին, ու Ջոն Սենդվիչսկու բուտերբրոդները դարձան սենդվիչ։ Ինդուստրիալիզացիայի պայմաններում սենդվիչը արագ տարածվեց ցածր խավի մեջ, այն մատչելի էր, հեշտ էր պատրաստվում և հարմար տեղափոխվում։ Ու մինչ այդ, եթե մարդիկ, ասենք, պիտի այցելեին տուն կամ ռեստորան ճաշելու համար օգտագործեին սպասք, հիմա այդ ամենին փոխարինում էր երկու կտոր հացը և մեջտեղը դրված միսը, որը և կալորիական էր, և շատ հարմար։ Մանկական տարիներից Մայակովսկու բանաստեղծությունը տպավորություն է գործել իմ վրա և այն կապված է շղթյեղ կյանքի հետ, երբ որ մենք ասում ենք «Ешь անանասի, ժուй рябчики», ու ինձ համար միշտ անհասկանալի էր, թե այդ ռյաբչիկն ինչ է, հետագայում միայն իմացա, որ դա թռչնամիս է։ Իմիջիայլոց թարգմանությունը չգտա, եթե դուք գիտեք թարգմանությունը, խնդրում եմ գրեք, ինձ համար հետաքրքիր կլինի կարդալ։ А поддишь будешь? Подишь буду. Теля! Дичь! Дичь! Это дичь? Это дичь? Дичь. А подичь водку не пьют. А что? Пьют это. Ու այս թռչնամիսը անմիջական պայմանավորված է Օլիվիե աղցանի հետ։ Նրա անմիջական առաջին բաղադրիչն էր ժամանակին։ Ըստ էության Օլիվիե աղցանը էլիտար աղցան էր։ Եվ ֆրանսիացի խոհարար Օլիվիեն սալաթի տերևների վրա շարում էր իր այդ սալաթի բաղադրությունը և մատուցում հաճախորդներին, մինչև պատմում են, որ մի անգամ
Մի ռուս հարուստ վաճառական է այցելում Օլիվիեի ռեստորանը Հերմիտաժ, որը մինչև այսօր կա Մոսկվայում, Նիգլինյան 29 հասցեում, եւ նա չգնահատելով այդ ֆրանսիացի խոհարարի աշխատանքը, այսպես ասած, բոլոր այդ բաղադրիչները խառնում է իրար, մայոնեզ է լցնում վրան, ուտում, բայց առատորեն վարձատրում խոհարարին։ Խոհարարը Օլիվիեն վիրավորված այս ժեստից այսուհետև իր այս աղցանը պատրաստում է միշտ բոլոր մթերքներ իրար խառնված, մայոնեզը վրան եւ նախնական տարբերակից իր մտածած մնում են միայն սալաթի թերթիկները, որոնց վրա մատուցվում էր աղցանը։ Ой, как хорошо. Немножко терпкое, но попробуйте салат. Спасибо. Большое спасибо. Он исключительно вкусный. Պատմում են, որ հնարամիտ ֆրանսիացին ամեն անգամ փոխում էր Օլիվիեի բաղադրությունը կախված հաճախորդի վճարունակությունից։ Հեղափոխությունից հետո Օլիվիան իր ընտանիքով մեկնեց Ամերիկա, իսկ աղցանը մնաց մեզ։ Սովետական միության տարիներին այս բաղադրատոմսը փոփոխվեց, այն հարմարեցվեց սովետական մարդու հնարավորություններին ու գրպանին։ Աղցանից մնացին երևի միայն սալաթի տերևները, որոնց վրա մենք մինչև այսօր մատուցում ենք սալաթը, եւ երևի բաղադրիչներից մնացին կարտոֆիլն ու թթու վարունգը, իսկ երշիկով տարբերակը, որը հիմա ամենատարածվածն է, կամ գոնե ամենատարածված ձևերից մեկն է, ընդհանրապես կապ չունի օրիգինալ Օլիվիե աղցանի հետ։ Ինչևէ, մինչ այսօր այն մնում է մեր սեղանների գլխավոր տեղում։ Բոլորը սիրում ենք այս աղցանը, այն իմիջիայլոց ոչ միայն աղցան է, այլ նաև ուտեստ դրանով է առանձնանում մնացածից։ Ու միշտ մեր միջոցառումների ժամանակ իր տեղը գտնում մեր սեղաններին։ Շատերը կարծում են, որ Ցեզար աղցանը կապված է Յուրի Ցեզարի անվան հետ, բայց չարաչար սխալվում են, որովհետև այն կապված է ստեղծողի Ցեզար Կարձինի հետ, իտալացի ռեստորատոր, հարուստ մարդ, մեծ ճանաչում ունեցող, որը ապրում էր Մեքսիկայում, եւ այս սալաթը ունի անգամ օր, ծննդյան օր, դա 1924 թվականի հուլիսի 4-ն էր, Ամերիկայի անկախության օրը։ Ցեզարը այնքան հարգված էր Մեքսիկայում, որ անգամ այն ժամանակ, երբ այնտեղ արգելված էր խմիչք վաճառելը, իր ռեստորանում վաճառվում էր եւ դրան թույլատրվում էր դա։ Ամերիկայի անկախության օրը նշվում էր մեծ շուքով Ցեզարի ռեստորանում, բայց եկավ պահ, երբ որ ուտելիքները խոհանոցում վերջացան, իսկ հյուրերը նոր պատվերներ էին անում։ Եվ որպեսզի նա զարմացնի իր հաճախորդներին, որոշեց ինչ-որ աղցան պատրաստել այն ամենից, ինչ կա իր ձեռքի տակ։ Բաղադրիչները քիչ էին եւ համը լիարժեք չէր, դրա համար Ցեզարը մտածեց մի այսպիսի սոուս, շատ բարդ բաղադրության ու միանգամից շահեց բոլորի համակրանքը։ Ցեզար աղցանն իր շատ ցածր կալորիականությամբ ու հետաքրքիր համով շատ շուտով դարավ բոլոր կանանց այսպես սիրելի աղցանը։ Նա այս աղցանը անգամ 1953 թվականին Ֆրանսիայում արժանացավ վերջին 50 տարվա լավագույն բաղադրատոմսերից մեկը մրցանակին։ Իսկ Ցեզարի աղջիկը պատմում է, որ աղցանի յուրահատկություն է տալիս անչոուսի սոուսը, որը մինչ այդ ընդհանրապես ընդունված չէր օգտագործել աղցանների վրա, համերը խառնել իրար, բայց իր հայրը այս քայլը արեց եւ դրանով շահեց բոլորի այսպես համակրանքը աղցանը։ Եվ մի տարբերակել ասեմ, որ Ցեզարի աղջիկը միշտ նշում է, որ չի կարելի այնտեղ ավելացնել սալաթի տերևներ, դրանք մատուցվում են անպայման առանձին եւ ուտում սալաթի հետ։ Մինչև այսօր տարիներ են անցել, բայց հայտնի խոհարարները վիճում են, թե Ցեզարի օրիգինալ բաղադրության մեջ կար արդյոք ձու եւ ձիթապտղի յուղ, թե չէ։ Այս մասին իհարկե մենք չենք իմանա,
Բայց ինչևէ աղցանը ամբողջ աշխարհում հայտնի է եւ անգամ հիմա ստեղծված են հատուկ այսպես պատրաստի սոուսներ ցեզեր սալաթի աղցանի համար, որոնք որ մենք կարող ենք գնել ցանկացած վայրից։ Քաղցրավենիքից, քաղցրեղենից, խմորեղենից իմ ամենասիրելին Նապոլեոնն է։ Կա կարծիք, որ Նապոլեոնը կապված է նեապոլիտանյան անվան հետ, չեմ համաձայնվի այս կարծիքի հետ, եւ կա նաեւ մի ուրիշ պատմություն, որը հիմա ես ձեզ կպատմեմ։ 1912 թվականին Ռուսաստանը նշում էր Նապոլեոն Բոնապարտի դեմ տարած հաղթանակը եւ պատրաստվում է շերտավոր խմորից խմորեղեն։ Այդ փխրուն շերտավոր խմորը պիտի այսպես սիմվոլը լիներ ռուսական ձյան ձմեռների։ Խմորեղենը իր օրիգինալ տարբերակով եռանկյուն էր, այն հիշեցնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխարկը եւ վրայի շաքարի փոշին, գլխարկի վրայի ձյունը։ Ու այսպիսով այդ ժամանակից այդ պատրաստված խմորեղենը Նապոլեոնը տարածվել է ամբողջ աշխարհում ու դարձել շատերի սիրելի խմորեղեններից։ Շարլոտկա թեթև դեսերտ, որի անունը կապված է Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ III-ի կին Շարլոտայի հետ, որը շատ էր սիրում թեթև դեսերտներ եւ թագավորության խոհարարը նրա համար հատուկ պատրաստում է այս դեսերտը։ Ի սկզբանե օրիգինալ տարբերակով նա պատրաստվում էր սպիտակ հացով, ձվով, կրեմով եւ մրգերով, հիմնականում խնձորով։ Այս դեսերտը դառնում է Շարլոտայի սիրելի դեսերտը ու կոչում են այսուհետ Շարլոտկա։ Մի պատմություն էլ կա, որ այս նույն ժամանակահատվածում ապրում էր մի հայտնի խոհարար, որը անպատասխան սիրով սիրում էր գեղեցկուհի Շարլոտային եւ նրա պատվին հորինել է, մտածել է, պատրաստել է այս դեսերտը։ Իսկ թեյի հետ անպայման Մոնպասիե։ Աննա Մարիա Լուիզա Օրլեանից Լյուդովիկոս III-ի զարմուհին Կոմսուհի դե Մոնպասիեն, որի կյանքում քաղցրավենիքը հատուկ տեղ ուներ, եւ նա միշտ իր հետ ամեն տեղ ուներ քաղցրավենիք։ Այս քաղցրավենիքը շուտով հասնում է Ռուսաստան, բայց պարզվում է, որ Ռուսաստանում կա տարբերակ շաքարաքլորը, եւ որպիսի ֆրանսիական քաղցրավենիքը կոնֆետները տարբերենք ռուսականից, մենք անվանում ենք Կոմսուհի դե Մոնպասիեի անունով։ Աշխարհում էլի շատ ուտելիքներ կան, որոնք կապված են մարդկանց անունների հետ։ Ձեր լայքերը ինձ հնարավորություն կտան շարունակել թեման եւ պատմել մյուս ուտելիքների մասին։ Օրիգինալ Օլիվիեի բաղադրատոմսը կլինի ներքևում, կարող եք պատրաստել։ Ձեզ բոլորիդ ցանկանում եմ լի սեղաններ, հուսով եմ այս անունները հետաքրքիր էր քննարկել, խոսել եւ ուսուցողական եղավ բոլորիս համար։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր։ Իսկ թեմաները շատ են ուսումնասիրության։ Կհանդիպենք։